Հիմնվելով արդար խաղաղության վրա մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը կատարում կայացած Դոհայի համաժողովի ընթացքում։ Նրա խոսքով տարբեր տարածաշրջաններում նախկինում ստորագրված շատ խաղաղության համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ կողմերը ստորագրումից հետո թուլացրել են խաղաղությանն ուղղված ջանքերը։ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել դրանից, երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը մշտական աշխատանք է պահանջում, ընդգծել է Հաջիևը։ Նա հավելել է, որ Բաքուն և Երևանը մշտական կապի մեջ են և առաջ են տանում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վաշինգտոնյան համաձայնություններն էլ դիտարկում ենք որպես տարածաշրջանում միջազգային իրավունքի օրինականությունը և հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթուղթ, շեշտել է Պաշտոնյան։ Նրա խոսքով ընդունում են ԱՄՆ-ի էական դերը, սակայն ընդգծում են Ադրբեջան-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Եվ Ադրբեջանը և Հայաստանը գիտակցել են, որ ամենից առաջ մեզ խաղաղություն է պետք, հարկավոր է հասնել համաձայնության, ապա ներկայացնել այն միջազգային գործընկերներին։ Խաղաղության բանակցությունների երկկողմ բնույթը ապացուցել է իր արդյունավետությունը, մանրամասնել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հաջիևը հավելել է, որ խաղաղության օրակարգն առաջ մղելու, տնտեսական բարգավաճման և հաղորդակցությունների ապաշրջափակման համար հարկավոր է նաև միջազգային հանրության աջակցությունը։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել միջազգային դերակատարներին, ԶԼՄ-ներին խուսափել այդ օրակարգը խափանող հայտարարություններից։ Այս փուլում շարունակում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կառուցման գործընթացը, այդ թվում Քաղաքասարակության ինստիտուտների մակարդակով, եզրափակել է Հաջիևը։ Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման արդյունքում կբացվի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը։ Բարաքն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններին, նշել կողմերի միջև առկա կարևոր հարցերի մեծ մասը լուծված է։ Նրա խոսքով մնացած հարցերը կարող են կարգավորվել առաջիկա 4-6 ամսվա ընթացքում։ Երկկողմ բանակցություններն ամուր են, միշտ ասում ենք, որ Թուրքիան մեր ամենամեծ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում ԵՄ-ից հետո, նշել է դեսպանը։ Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերի բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները կրկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության, ուկրաինական կողմից նշել են, որ Կիևի համար կարևոր է հասնել այնպիսի կարգավորման, որը կապահովի երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Քննարկվել են վերջերս Մոսկվայում ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպման արդյունքները և քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը։ Անդրադարձ է եղել անվտանգային հնարավոր միջոցառումներին, Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնմանը, համատեղ տնտեսական նախաձեռնություններին, ասված է հայտարարության մեջ։ Վաշինգտոնի և Կիևի թիմերը համաձայնել են, որ ցանկացած առաջընթաց կախված է խաղաղության գնալու Ռուսաստանի պատրաստակամությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ևս մեկնաբանել է Ռուսաստանի հետ հնարավոր կարգավորումը։ Ալեքսանդր Սիրսկին շեշտել է, Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ։ Արդար խաղաղության կարելի է հասնել միայն, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայիս առաջնագծով, իսկ այնուհետև բանակցություններ սկսվեն, հավելել է Պաշտոնյան։ Նա տեղեկացրել է, որ այժմ առաջնագծում տեղակայված է ավելի քան 710,000 ռուս զինվոր։ Նրանք փորձում են առաջ շարժվել շփման գծի ամբողջ երկայնքով, թեև ռուսական կողմն օրական կորցնում է մինչև 1100 զինվորականի։ Սիրսկին նշել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն պայքարել, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն։ Նա նախազգուշացրել է, սեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։ Կանադան հետևելով Վաշինգտոնի և Լոնդոնի օրինակին հանել է Սիրիային ահաբեկչության հովանավոր պետությունների, իսկ Հայաթ Թահրիր աշ-Շամը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Կանադայի ԱԳՆ հայտարարության համաձայն Օտտավան աջակցում է Սիրիայի անցումային կառավարության ջանքերին ուղղված կայունության ամրապնդմանը, իր քաղաքացիների համար ներառական և անվտանգ ապագայի կառուցմանը և գործընկերների հետ համագործակցությանը, տարածաշրջանային կայունության ամրապնդման ու ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։ Ներկայումս Կանադայում պատժամիջոցներ են գործում սիրիական 56 կազմակերպության և 225 ֆիզիկական անձի, այդ թվում նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, համախոհների և ընտանիքների անդամների նկատմամբ։ Դիանա Գասպարյան, լուրեր։